Այսօր կծանոթանանք գրիչ գործիքաշարի համար, դրա համար անհրաժեշտ է նախօրոք ակտիվացնել գրիչ գործիքները, որը անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլաշարով։ Մոտենում ենք այս հատվածին, սեղմում ենք, ընտրում ենք գրիչը և մեզ մոտ կակտիվանա գրիչ բլոկը։ Այսօրվա դասի նպատակն էր հետագծի միջոցով կերպարի շարժում իրականացնել և դրա հետ զուգահեռ ստանալ երկրաչափական պատկերներ։ Անհրաժեշտ է իրականացնել այս հետևյալ քայլերը։ Նախընտրենք գրիչ կերպարը, ջնջենք կատուն, գրիչի չափը փոքրեցնենք 50, իրադարձությունից ընտրենք, երբ դրոշը սեղմված է, տեսքից ընտրենք կերպարի չափը 50, իրադարձությունից անհրաժեշտ է բերել, երբ բացատը սեղմված է, ընտրենք աջ սլաքը, շարժից ընտրենք ուղղությունը աջ, տեղափոխվել 10 քայլ։ Բայց մինչ այդ անհրաժեշտ է գրիչից բերել հետևյալ հրահանգները. ջնջել բոլորը, այնուհետև գրիչը իջեցնել, գրիչի համար սահմանել գույն, սահմանել գրիչի չափը, այժմ եկեք փորձենք։ Գրիչը գծում է մեր ուզած գույնով, որպեսզի գրիչի չափը փոփոխենք, անհրաժեշտ է մեկը փոխարինել 5-ով օրինակ։ Տեսնենք, որ գրիչը կգծի համեմատաբար ավելի մուգ։ Այժմ եկեք այս նույն գործողությունը կրկնօրինակենք։ Ընտրենք ձախ սլաքը, բնականաբար ուղղությունը կլինի դեպի ձախ, կրկնօրինակենք, վեր սլաք, բնականաբար ուղղությունը դեպի վեր և կրկնօրինակենք, վար սլաք, ուղղությունը բնականաբար դեպի ներքև։ Մենք կարող ենք ավելացնել ևս մեկ կոճակ, կառավարումից իրադարձությունից ընտրենք, երբ բացատը սեղմված է, ընտրենք օրինակ ատառը, երբ որ աստեղը սեղմենք, փորձենք շարժի միջոցով մեր գրիչը թեքել 1 աստիճան, այսինքն 1 աստիճան կփոխվի։ Ընտրենք կրկնօրինակենք, երբ որ սեղմենք բեն, ապա նա պտտվի հակառակ ուղղությամբ ևս 1 աստիճան։ Եկեք փորձարկենք, նայեք, պտտվում է մեր կերպարը։ Նույն ձևով, երբ որ բեն սեղմենք, կտեսնենք, որ կպտտվի հակառակ ուղղությամբ։ Սա անհրաժեշտ է իրականացնել, որպեսզի կարողանանք գծել ցանկացած երկրաչափական պատկեր։ Գրիչի գույնը փոփոխելու համար անհրաժեշտ է սահմանել գրիչի գույնի վրա, սողնակները աջ ու ձախ տանելով կարող ենք մեզ համար նախընտրելի գույն ընտրել։ Տվյալ դեպքում
մեր երկրաչափական պատկերը կլինի գույնզգույն։ Եկեք աշխատացնենք, որպեսզի մեր գրիչը միշտ սկսի նույն տեղից, մեզ անհրաժեշտ է նաև գնալ դեպի։ Գրիչը բերենք սկիզբ, ձախ կոճակով սեղմենք, բերենք դնենք սկիզբ, կոորդինատները -182, -99, գնալ դեպի x-ում, ուրեմն կգրենք -182, y-ում կգրենք -99։ Եկեք փորձարկենք, գնացինք դեպի աջ, I-ով թեքենք, դեպի վերև, B-ով մի փոքր թեքենք, և արդյունքում կունենանք որևէ երկրաչափական պատկեր։